Ողջույն բոլորին։ Ուրեմն, ես այստեղ պատրաստվում եմ ապուր սարքեմ, քանի որ մենք թթու ունենք եւ պետքա շուտ իրեն պրծացնենք եւ պրծացնելու համար մեզ անհրաժեշտ է ապուր սարքել։ Okay, այստեղ մաքրել եմ կարտոֆիլ, գազար եւ մի հատ պղպեղ։ Էլի ունեմ պղպեղ, բայց հերիքա։ Եվ նաև սպասում եմ զանգի, միջև ինձ զանգեն, այդ ընթացքում համ խոսեմ ձեր հետ, համ կմաքրեմ։ Սուրճ ունեմ, ձեռի հետ է սուրճ կխմեմ, տերնեք ինչ, բազմակողմանի զարգացած եմ։ Շատ չեմ անելու, 2 հատ երևի կարտոֆիլ կկլպեմ և 2 հատ գազար, բավական է։ Okay, եկեք սկսեմ, որ շատ երկար չտևի, ճիշտ ասած արդեն համարյա մի շաբաթ անցել է, այսօր ուրբաթ է, ինչ է կատարվել Մեքսիկայում, գիտեմ ուշացել եմ, բայց ընդհանրապես եմ, որ տրամադրություն չկար այդ մասին խոսելու, ամբողջ աշխարհը խոսում էր, երևի շատերը տեղյակ եք ինչ էր կատարվում, ինչ-որ նորություններից լսել ենք, ասեմ, որ այստեղ արդեն հաջորդ օրվանից դադարել են, հաջորդ օրվանից երկուշաբթի օրվանից արդեն իսկ իմ ամուսինը գործի է գնացել, իշտա մի քիչ վախենում ենք, բայց գնաց, okay, մի բակեմ, ուրեմն, ինչ էր կատարվել, մի թեթև պատմել եմ և մի փոքր ստենց կպատմեմ, որ Մեքսիկայի ամենագլխավոր, ամենավտանգավոր, տենց պարագլխին են բռնել Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի և Մեքսիկայի զորքերի մի համուր ջանքերով և ընթացքում վիրավորվել էր այդ մարդը և որ իրան ցանկացել են ուղղաթիռով հասցնեն մայրաքաղաք հիվանդանոց, ճանապարհին մահացել է։ Մի խոսքով, ու դրա հետ մեկտեղ իրա մարդիկ, որ տարածված են Մեքսիկայի որոշ հատված, մեծ ամբողջ Մեքսիկայի մասշտաբով են տարածված իրանք, բայց այս ամեն ինչը ամբողջ տարածքով չէր տեղի ունենում, օրինակ որոշ շրջաններում, օրինակ ասենք մայրաքաղաքում, Կանկուն եւ այլն, այդտեղ ինչ-որ հանգիստ է եղել, ընկերուհիներ ունեմ, ասեցին, որ հանգիստ է եղել։ Ավելի շատ եղել է Խալիսկո, Գուադալախարա, մեր մոտ, Գուանախուատո նահանգում ընդհանուր ավելի, բայց Խալիսկո, Գուադալախարա ավելի տենց ինքրանք մասշտաբային են եղել, չնայած որ այստեղ էլի տենց վտանգավոր էր։ Հաջորդ օրը երկուշաբթի ամուսինս գնաց գործի, բայց մեծ մասը աշխատանքի չեն բացվել, խանութներ, շուկան մինչև հիմա կամաց տենց նոր ամբողջական անգամ չի աշխատում, բայց սկսել արդեն 2 օր է սկսել է, որոշ խանութներ, բիզնես տենց վայրեր, հա, տենց կեսօր են աշխատում կամ օրինակ ասենք 7-ին է իրանց աշխատանքը վերջանում, իրանք 5-ին են փակում կամ 4-ից են փակում, էլի շատ չեն ուշացնում։ Տենց, դեռ այդ զգուշությունը կա մինչև հիմա, բայց մարդիկ դուրս են գալի, իրականում ես էլ այսօր արդեն այդ դեպքերից հետո առաջի անգամ մենակով դուրս եմ եկել մամայիս ականջից հեռու, կներես մամա, բայց ճար չունեի, որոշ վճարումներ պետք անեի բանկում, չէի կարա չգնայի, բետոն չի կարա աշխատանք թողնի գա, և որ գալիս արդեն փակ է լինում, ու այդ բանկում, և որ բանկ գնացի, իրանք ներսից փակում են, ինձ ճանաչում է այդ մարդը արդեն բացեց դուռը,
տենց ժպտում է, այսինքն ներսից փակում են ինչ-որ տենց բաների համար, հա։ Այդպես։ Եվ բոլոր վայրերում, որտեղ որ այդ անհնազանդությունները տեղի են ունենում, հա, տենց մարդիկ են, որ տենց նստած էին տանը։ Կարճ իրանց արարքով ցույց տվեցին, որ մի քանի ժամվա ընթացքում կարան մի ամբողջ երկիր ղեկավարեն ու մի ամբողջ երկրի, կարելի ասել ոչ թե մի ամբողջ երկիրը, կոնկրետ կեսը, հա, կարելի ասել Մեքսիկայի կեսը, սենց լրված նստած է իրանց տներում, ոչ մի շունչ չկար փողոցներում, ես այստեղ կարող եմ տեսանյութ դնել կոնկրետ մեր քաղաքից, հենց գիրակի օրվա բան տեսանյութ, ճիշտ է, այդ մարդը տղեն դուրս էր եկել նկարելու, իրան վտանգի էր ենթարկել, բայց դե բլոգեր այստեղի բլոգերներից է, կարամ դա դնեմ, որպեսզի իրոք դուք տեսնեք, թե ինչ լռություն, ինչ սենց դատարկություններ տեղի ունենում կոնկրետ մեր քաղաքում, էլ չասեմ են մեծ քաղաքներում, հա, ու դա էր պատճառը, որ տենց ու ընդհանրապես ոնց-որ տրամադրություն չունեի, անհանգստացած էի ամուսնուս պահով, մի քիչ էլ առողջական ինչ-որ պահեր կար, ընդհանրապես դրա համար սենց ուշ եմ, նոր եմ ուշքի գալի ու որոշեցի ձեզ հետ համ խոսել, համ սպասել իմ զանգին, զանգվի համար բացարկել։ Եվ մի բան էլ էի ուզում ասել, հա, անպայման, խնդրում եմ, որ յուրաքանչյուրդ եւ որ Աստված առաջնորդում է ձեզ, աղոթեք Մեքսիկայի համար, որպեսզի Տերը մաքրի, հա, իհարկե առաջնորդվելով Սուրբ Հոգուց, որ Աստված բարձրացնի Մեքսիկան, մաքրի վտանգից եւ ամեն այն կեղտերից, որ այստեղ կա, այստեղ շատ վտանգավոր է ժողովուրդ, հոգեվոր դաշտը մանավանդ, ահա որ վտանգավոր է, այստեղ ինչ բխտություն ասեք կա, էլ տարբեր չեմ ուզում անուններ տամ, այն որ սենց կախարդություն, անկապ կռապաշտություն, չգիտեմ, այն որ սենց մի խոսքով, այստեղ ամեն ինչ կա, այն որ սենց նենց կռապաշտություն կա, նենց բաների են հավատում, որ չգիտեմ, աղոթեք, խնդրում եմ Մեքսիկայի համար, բայց ովքեր որ հոգևոր են զգուշությամբ աղոթեք Սուրբ Հոգուց առաջնորդվելով կամ ուղղակի Աստծուն խնդրեք, որպեսզի մաքրի, Տիրոջ ձեռքերին հանձնեք, հա, որ պահապան լինի, պաշտպան լինի Մեքսիկային։ Այդձև այսքանն է ժողովուրդ ամբողջ պատմությունը, եթե մանրամասն հուսով եմ, որ Մեքսիկայի զորքը ավելի կզորանա, ավելի կուժղանա, չի վախենա, հա, չգիտեմ, մտնելու իրանց մեջ բռնելու այդ մարդկանց, որպեսզի Մեքսիկայի ժողովուրդը հանգիստ ապրի, աշխատի, արարի, իսկ Մեքսիկայի ժողովուրդը այնքան սենց լավն է, այնքան սենց իրանք սրտաբաց, արարող, սենց ստեղծող ժողովուրդ են, որ չգիտեմ, իրոք Մեքսիկան Աստված բարձրացնի Մեքսիկային։ Այսքանը, ես իմ ապուրը պատրաստ եմ, կհանդիպենք արդեն մյուս հատվածում, եթե հարցեր ունենաք գրեք, գուցե հետագայում, եթե պետք լինի մանրամասն բացատրություն տալու, սենց բանով կմիանամ վլոգի տեսքով, իսկ եթե պետք լինի ուղղակի հաճի ասելու, կոմենտներում կպատասխանեմ։ Okay, կհանդիպենք։ Ողջույն, նորից, մեր մոտ ժամը 12:06 գիշերը, ես գործում եմ,
Նայեք ինչ եմ գործել։ Բետոնա ուզել ինձանից ու սկանի օրա ուզելա չեմ հասցնում գործեմ ու վերջապես տենց նստացի գործեցի հայկական դրոշով սրտիկա ուզել որ իրա բանից այդ ուսապարկից կախի որ գործի ա գնում տենց կախի ու գնա ինչքան շատ ա սիրում իմ ամուսինը Հայաստանը ու հիմա որպես տենց նվեր, չգիտի որ այսօր գործելու եմ, տանում եմ ներքև խոհանոց, որ ինքը առավոտը զարթնի տենը, որ խոհանոցում դրած է, եկեք տանենք։ Իրա ուսապարկը այստեղ է, ուզում եմ սենց կախեմ, թողնեմ, առավոտը հայտնաբերի, սենց, սպասիք, Սենց դնենք, ես է բերեմ մի հատ էլ գրություն թողնեմ ու գնամ ուզում եմ խոհանոցում թողնել, բայց ասի լավ, այստեղ թողնեմ։ Այդ անգամ գիշերը հելնի, իջնելու տենց, ոչինչ։ Ողջույն, ես վաղուց սուշի չէի պատվիրել և եսի սոուսը, եսի բետոնարը խանութից, Այստեղ ունենք ծովամթերքների սուշի և այստեղ ունենք վարունգ, պեպինո ռոլ, վարունգի ռոլեր, ծովամթերքի ռոլեր, վարունգի։ Հետոն իրե համար միս է սարքում, ես սոուսը առելա, մետոն սուշի չի սիրում, ես այստեղ սոուս եմ լսել, այստեղ բետոն իրե համար սարքում է, ես իրան օգնեցի իհարկե, բայց ինքը տենց չի սիրում, ես մի քիչ կուտեմ, ռեգալաս պոկիտա, մի անտախա։ Ողջույն բոլորին, ուրեմն մենք մի քիչ առաջ մի 5 րոպեով դուրս եկանք, այստեղ մեր մոտ կոշիկի խանութներ կան, որտեղից որ կոշիկներս առնում ենք, բայց այդտեղ փակ էին, մի քանի բան էին ուզում, երկու զույգ տենց կարելի ասել, սպորտային կոշիկներ, որ հարմար է, ջիմ եմ գնալու ու անցած անգամ որ հագել է, այդքան էլ հարմար չէր, մնացածն էլ լրիվ պատրվել է, ցույց կտամ, հա, սենց կոշիկների մեծ մասը թափելու եմ գնամ և երկու զույգ վերցրել եմ, այնտեղ մի հատ ուրիշ կար, այստեղ կանգառի մոտ ու տենց մատչելի գներով էին, հիմա երկու հատ վերցրի Դեղ մի հատ սևը ունեմ, դե համար սև չվերցրեցի, չնայած այնքան սիրուն բաներ կային ու մի հատը արժեր մոտ մի 5500 դրամ, երևի, եթե չեմ սխալում, մոտ 5000 գցենք, առաջինը, զույգը, դուրը շատ եկավ, սրանք, Հա, սևը չվերցրեցի, այն որ ինտեղ սևը վերանորոգել է, ճիշտն ասած տվել էի վերանորոգման, բայց լավ չեն վերանորոգել, կպցնելու տեղ ունի, դա ես կանեմ և հաջորդը ցույց տամ Ինքան սիրում բաներ կան, ես էլի կգնամ, մի հատ ուրիշ ոճել եմ ուզում ճիշտն ասած, որ բանա, են իմ նոր բանի հետ հագնեմ, տաբատի հետ հագնեմ, որ տալս է ինձ նվիրել, սենց մեկ, ասեք որն եք ամենաշատը սիրում, նկար, վերջ, չգիտեմ ճիշտն ասած կգնանք արդյոք Ավրորա թե չէ, այս գնումներից հետո, բայց Okay. Իմ մեզ
Փոթացները թափելու եմ, կողքից սող պատրելա նայեք, երեսը պատրելա նայեք էստեղ, բայց իրանք 10 տարուց ավել է երևի, իրանց օգտագործում եմ, es que 10 años que estoy poniendo, son Adidas են իրանք, son originales, no? Okay. Պետոնա ինձ պատկասում եք Ամերիկայից ինք այն ժամանակի, որ Ամերիկայում էր, այն ժամանակ ուղարկել է, ես միջև հիմա հագնում եմ ու իրանք օրիգինալ Adidas են։ Տենց սաղ պատրվել է կողքերից, մաշվել է։ Ափսոս ես գալիս է, բայց դե։ Լրիվ սի հագնել չես կարա։ Տակերը լնայք, լրիվ նորմալ։ Ոչ մի բան չի եղել։ Բայց ես պետք է իրան թափեմ։ Չեմ ուզում։ Ուրեմն պետան առավոտը բան էր գնացել, շուկա, մենակ։ Այստեղ միրգ ա բերել, բանաներ էր բերել, այստեղ մեր մշտական չարազը բաներ ա բերել, գետնանուշ շտաշկա։ Եվ այստեղ կարտոֆիլ, ավոկադո, խնդրել էի, որ բերի սող, լոլիկ և համեմ, տեղը նաև այդ նույն տեղից պոպոք ա գնում, տենց, ու մեկ էլ ձուկ էր բերել, ձուկ, փիսոներին, շունիկին, գորգիտային, կեր, մի խոսքով, և հիմա մենք առերայց ենք գալի, հեսա ցույց տամ, թե ինչ ենք առել, այստեղ ենք հաց ենք վերցրել, բետոն ա վեշատուտելու, առավոտները տենց ինքը սիրում ա սուրճ խմիչ, որ սենց հացի հետ կամ խմորեղանի հետ, էձև, այստեղ շամպինյոն ունենք, այստեղ ուրեմն, ասի անուն ինչ էր ծնեփեք, 2 հատ, վաղուց չեմ վերցրել, էժան էր, մի հատ 15 պեսո, այստեղ սենց բաներից եմ գնել, տերևներից, 3 տեսակ, գրանոլա, այստեղ փիսոներին խացկեր եմ վերցրել 4 հատ, այստեղ հալվող պանիր ենք վերցրել, ձետ, խնձոր եմ վերցրել, ընտեղ խնձորը ավելի էժան է, քան շուկայում, հատիկով էսի էժան է բանում, այստեղ սենց սուրճս եմ վերցրել, յոգուրտ առանց շաքար, ես սրանով եմ սպաս սարքում, ընդեղ մի հատ էլ ունեմ, մի քիչ եմ օգտագործել վրայից, սպաս եմ սարքելու, կամ ես սրանց եմ մի քիչ կավելացնեմ, մի քիչ թթվասեր, բան, և ուզում եմ սպաս սարքեմ է շաբաթվա մեջ, և այստեղ 4 հատ խաղողի հյութ եմ վերցրել, ծառայությունների ժամանակ, ճիշտն ասած, մեկ բան ենք անում, սենց հաղորդություն ենք ընդունում և խաղողի հյութով ենք հաղորդություն ընդունում, դրա համար տունաթող լինի, սենց, Okay, այսքաններ, եկեք ասեմ, թե ինչքան ենք վճարել, այսքանին վճարել ենք, ուրա, 581 գցենք, 581 պեսո, հետի լինում է մոտ մի 25 դոլար, չէ, հա, մի 25 դոլար երևի, 26, 27, այդ կարգի, երևի, չգիտեմ ինչքան է գալի դրամով, այսքանը, ես սոված եմ, հեսա տնենք ինչ ենք ուտում, que vamos a comer, չգիտենք ինչ ենք ուտելու, և սիտասավոր եմ, առաջին հերթին, Ողջույն բոլորին, ուրեմն ես սպասում եմ Մոնիկային, այսօր երկուշաբթի է,
Եվ 2 շաբաթ դադարից հետո նորից հանդիպում ենք։ Սկզբից ինքը զբաղված էր, առաջի շաբաթը ես երկրորդ շաբաթում Մեքսիկայի դեպքեր եղան։ Հեծև հիմա նոր գալիսը եւ տեսնենք ինչ է կանում։ Հենց շփենք։ Հեծև Ես էլ այսօր ջիմ եմ գնալու դադարից հետո, պես որ տեսնենք, որ սենց չգիտեմ, ոնց որ գնացած չլինեմ, սենց բանը, անսովոր է արդեն նորից, սպասում եմ Մոնիկայի նամակին, որ գրի, որ հասել է, գնամ դուրը բացեմ, ոնց են ասում, Շուշիկը մնաց հազրված, Մոնիկան չկավ, Պարզում է 2 րոպեով սենց պարկել է քնի ու աշկը կպել է, ասեց վաղը կգամ, տենանք, վաղ առավոտը կգամ, ես էլ սպասում եմ հեռախոսս ստեղ դրել եմ լիցքավորման, լցվի, սուրճ եմ դրել, և բարձրանամ վլոգս բացեմ, որորդ վլոգ, 2 վլոգ առաջ, okay, ու ընթացքում տեսնեմ կարողանում եմ գործեմ ու ինչ-որ մի բան ուտեմ, տենց, որ գնամ ջիմ, ժամը 5-ին, իրիկունը ժամը 5-ին, այդ ժամին եմ գնում, քանի որ էդ է հարմար ու այն մնացած ժամերը ուրիշ բան են անում, տենց ես չեմ ուզում դրանք, երեկ մոնտաժ է անում վիդեոս, բան արեցի, հիշեցի, որ խոսքի ընթացքում մի բան է ուզում պատմեի, բայց տենց ոնց որ մոռացել եմ պատմեմ, ուրեմն, տենց խոսում էի, որ այստեղի տենց ջիմում տենց ինձ շատ լավ ընդունեցին, բան տենց, այդ աղջիկները, ինձ օգնում էր իմանալով, որ դե արտասահմանցի եմ, ինքն է տենց շատ տենց ուշադիր էր իմ հանդեպ, okay, ու մի բան հիշեցի, որ Հայաստանում ես ճիշտ ասած յոգայի էի գնում, ու որոշեցի տենց գնամ մի հատ մարզասրահ, չեմ ասի որը, ինքը շատ մեծ հայտնի մարզասրահը, ընդամենը մի դասի եմ գնացել, այդ մի օրը կարծեմ, թե 2 օր եմ գնացել, չգիտեմ, գնացի տենց երևի մի 3 հոգի էին մասնակիցները, ընդեղ ու մեկ է տրեները, աղջիկ, ինչ-որ պիլատեսի նման բաներ չեմ հիշում, ու տենց գնացի, կովրիկը վերցրեցի, փռեցի, որ այսա սկսելու է, ու մեկ էլ այդ աղջիկներից մեկը եկավ, թե բա, ճիշտ ասած, այս անկյունը իմ տեղն է, ես եմ միշտ այստեղ տենց մարզվում էլի, կլինի դու գնաս են մյուս կողմը, ասի, okay, որ, խոսքի մեծ զալ է, ժողովուրդ մեծ զալ, ու այդ անկյունը իրան էր, որտեղ որ ես գնացել էի, ու չգիտեմ, չեմ ուզում համեմատական իհարկե տանեմ, ամեն տեղ տարբեր է, չեմ ասում բոլոր տեղերը, բայց չգիտեմ, ոնց որ այդ բանը հիշեցի, ու որոշեցի ես հետ կիսվեմ, այստեղ այնքան սենց բարեհամբույր են, այդ զգացումով գնացել է էլի, որ հեսա կարող է ինչ-որ մեկը գա ինձ ասի, ես իմ տեղն է, բան, բայց իրանք այնքան բարեհամբույր են այստեղ, այնքան սենց ջերմ են ընդունում, բան, կապ չունի, հակառակը,
Ցած անգամ որ մի քիչ լավ չեմ զգացել, բոլորը տենց ոնց անհանգստացան, բայց ես գիտեմ ինչներ պատճառը էլի։ Մի խոսքով, ուտենանք այսօր ոնց է լինում։ Ուզում եմ գնամ ու ուզում եմ մի հատ քշեր խառնեմ, ճիշտ ասած ես կեսերից տանը մի հատ քշեր կար, դի տալս էր թողել, բայց դե հա չեմ ուզի դի։ Ես իմ համար ուզում եմ մի հատ քշեր խառնեմ ու ես կշռվեմ։ Տենց։ Բայց ես հիմա զգում եմ, որ մի քիչ նիհարել եմ, քանի որ քաղցրավենիքներ տենց չեմ ուտում, չիպսեր, պեպսի, բան, տենց չի ուտում, բայց ավելի շատ պաղպաղակ էի ուտում։ Դա իմ հիվանդությունն էր, որ սենց էդ էլ մի շրջան էր, որ անցավ, ուղղակի տենց իմ մոտ ծանր շրջան էր։ Ու հիմա ես ինչ էլ ուզում լինի, հասկանում եմ, որ ստրեսային օրերը, որ դժվարություններ, որ անց են կացնում, երբեք սառնարանի դուռը չբացեմ։ Հա, սառնարանի դուռը չբացենք։ Այլ ուրիշ բանով սենց լցնենք մեզ, սենց ինչ-որ սենց ստրեսից չուտենք, այլ բաներից, այլ, չգիտեմ, դուրս գանք, ման գանք, Մեքսիկայում չէ։ Չնայած արդեն վտանգ անցել է, ամեն ինչ օքեյ է, արդեն նորմալ է ամեն ինչ։ Տենց ժողովուրդ։ Ես ճիշտ ասած այսօր որոշել եմ մազերս ներկեմ, Ֆիսելան էլ ասաց կներկի, հələ գնամ մի հատ հետո խոսամ տենամ, այստեղ բաներ ունեմ տալու իրան։ Մի հատ խոսամ, եթե իրիկունը ուշ կանի ժամը 6-ից հետո։ Ավելի լավ է, ընդամենը արմատներիս է քսելու։ Քանի ներքևն եմ գնամ տենամ, եթե տաննամ, խոսամ։ Հեռախոսը զարյատկա է վերցրել և մինչև վերցներ, տենց ես իմ սուրճը վայելում էի և ժողովուրդ նայեցի մի հատված մոռացել եմ դնեմ նախ երկու վլոգ առաջ, ոնց որ 12-րդ վլոգն էր, մարտ ամսի առաջի վլոգը։ Ուրեմն, այսօր մարտի 2-ն է, իմիջելություններ հա որ գարնան սկիզբը, չասեմ առաջի երկրորդ օր, քանի որ այս վլոգը ուշ է լինելու մի քիչ։ Ուրեմն, ես համ նայում եմ տնամ ինչ կա ջնջելու, ինչ կա տենց ուղղելու բան, ուտենամ, որ մի հատված մոռացել եմ դնեմ, ու հիմա ուզում եմ այդ թեմայով սենց արագ ասեմ ու եկեք այս վլոգը փակենք, որպեսզի շուտ-շուտ վլոգներ ներկայացնեմ ձեզ։ Ուրեմն, այնտեղ պատմում եմ, որ շատ նեղվում էի իմ մազերից, որ այտենց չգիտեմ, կրծորած էր թողել ու ոնց որ գնացի այդ ծանրությունը կտրեց ինձանից հեռացավ այդ սենց այդ չգիտեմ ներսի այդ զգացողությունը ես ինձ հայելու մեջ նայում էի ահա որ տգեղ էի ինձ զգում մանավանդ վլոգներում որ ես իմ բրիչոսկեն հետևից նայում էի չի կարող ոչ մի բան անել ընդհանուր կապած էր վերևը սենց կապած դրա համար որոշեցի ավելի լավ է ես ազատվեմ այդ տակի չգիտեմ քնձռոթներից այդ չգիտեմ ոնց ասեմ խոսքով քան օրինակ սենց տանջվեմ երկարի ասի ավելի լավ է մի անգամից կտրեմ ու մի անգամից ուղիղ սենց երկարի այսքան պատկերացնում եք ընդհանրապես ինքը այդ տակի երկարներն է կտրել այստեղ ինչ որ բան չի արել ու վերևը սենց կառայի նման էր ու ներքևը սենց անկապ ինչ որ սենց մի քանի մանր յանի բաներ շերտեր
Ես Խիսելայի հետ գնացի այստեղ անկյունում մի հատ ուրիշ մեկը կա, որ հիմա նայի ինքը տենց լավ մազա կտրում, ես սկզբից էլ իր մոտ կգնայի, որ իմ մազերը շերտեր տար, բայց ես չգիտեմ, ափսոս չգիտեի, ու այդ աղջիկը շատ լավ ձեռ ուներ։ Գնացի ինքը բացատրեց բան տենց ու տենց մի անգամից կտրեց, ուղղակի այնտեղ չկարծա նկարեմ, չգիտեմ, մի տեսակ մարդիկ գալիս գնում էին, հետո ոնց որ չէի ուզում այդ աղջկան տենց վախացնել իմ կամերայով, բայց մյուս անգամ չգիտեմ, երբ կգնամ արդեն, կթողնեմ երկարի, բայց լավ էր, որ այս կտրեց ավելները սենց ուղիղ, ինքը թող ուղիղ երկարի ու հետո կերևա ինչ կանեմ, հա։ Մեկ էլ ինչ է ուզում ասեի, հա, ես ինձ ահավոր սենց շատ տգեղ էի զգում ինձ հայլու մեջ, վիդեոյի մեջ նայելու, սենց որ սենց ծանրություն կար, սենց որ չգիտեմ, մի տեսակ սենց ես չլինեի, սենց ներքին զգացողություն կար, չէի կարողանում ինձ ընդունել, չէի կարողանում սենց ինձ նայեի, խոսքով, բայց արդեն ամեն ինչ օքեյ է, ես ինձ սենց դուրս ավելի եմ գալի, քան այդ կրծորածը ու ես էսի թողնելու եմ, որ երկարի, անպայման։ Հա, նաև մի քանի ձեր կոմենտներն էլ եմ կարդացել, որ կարա ինձ կսազի, տենց երևի դուք էլ եք նկատել, որ իմ խոսքով ահավոր վատն է, տենց, բայց շատ շնորհակալ եմ համբերության համար, էսի Մեքսիկան է, ինչ անեմ, որ սենց գիտեք մտածում եմ, ասում եմ, այդ մարդիկ, որ կտրել չգիտեն, այդքան տենց կլիենտներ ունեն քիչ մի հատ էլ սենց են, որ իրանց վրա վստահ են, իրան սալոն են բացում, պատկերացնում եք ու էդի ամեն տեղ ամենակ Մեքսիկայում չի, գնում ես ինչ-որ մի հատ երկրի, Հայաստանում էլ կան նման մարդիկ, որ բան չգիտեն, չեն կարողանում անել, բայց մի հատ սենց սալոն են բացում, սենց բիզնես են բացում, սենց իրանց նենց են գովում, իսկ այն մարդիկ, ովքեր իրանց գործը սենց լավ անում են, լավ ձեռնշնոր ունեն, չգիտեմ, ընդհանրապես լավ մասնագետ են, մի տեսակ սենց իրանց վրա այդքան էլ վստահ չեն։ Օրինակ, նաև վերաբերվում է իմ ոլորտին, հա, տենց հեղինակագործությանը, որ տենց նայում ես օնլայն հարթակներում, նենց բաներ են, խաղալիքներ են գործում, մի աչքը վերև, մի աչքը ներքև, մեջի այդ լցոնը երևում է ու դենց մի հատ գին են կրակել, պլյուս գիրք են տպել, սխեմաների գիրք են տպել, չեք պատկերացնեն ինչ, դենց իմ ես մասնագիտական ես ոլորտում, ես փորձառության մեջ մի քանի տարի է, մի 8-9 տարի է ես գործում եմ, ինչերի եմ հանդիպելու իրանցից նենց գով, որ ոնց որ հայանի ինչ էլ է խոսքի սխեմա են հանում, գիրք են տպում, այ Տեր Աստվածը, որ ես խոսքի դու քո գործը կառնեիր, ուտեց այդ մարդկանց տենում ես, ասում են, հո, մենք քեզ համար կգործենք, քեզ համար կանենք, էսի կկտրեմ մազեր տարի, բան սենց, հենց օքեյ նենց վստահությամբ էլ խոսում են, ու նստում ես մի հատ մազեր սենց դանակով կրծորած լինեն, չգիտեմ, ատամներով երևի, կամ չգիտեմ, նենց մի հատ խաղալիք են, մի հատ գործ են, ձեռքի աշխատանք են ներկայացնում, որ վաբշե են, որ չգիտեմ։ Ես առաջին հերթին նայում եմ, արդյոք ես այդ գործը կառնեի, իմ աշխատանք կառնեի, եթե մի աշխատանք իմ դուրը չի գալի իմ գործածներից անգամ, ես չեմ վաճառի, չգիտեմ, ինչ-որ մեկին նվեր կտամ, կամ չգիտեմ, փիսոներից կտամ, կխաղանք, թափեմ հետո, բայց օրինակ ասենք, ես չեմ վաճառի, դրա վրա փող չեմ աշխատի, չգիտեմ, կամ օրինակ ասենք, չգիտեմ, չեմ կարծում, բայց ուզում եմ ասել էժանով կտամ, բայց չեմ կարծում։ Ավելի լավ է, որ մեկին տամ, ինքը բզբզա տենց գումար չվերցնեմ, կամ
ուղղակի տենց եղել է բաներ, որ տենց դուրս չեկել, տվել եմ փիսաներին, ես կոմեն գցել դա թափել եմ։ Տենց։ Լավ ժողովուրդ, ես բարձրանամ, փոխվեմ։ Սենց պատրաստի թազա կոշիկներս հագած։ Մի լավ պատրաստվել էի։ Ասեք, որ մի քիչ նիհարել եմ։ Okay, ես գնամ փոխվեմ, տնային հագուստ հագնեմ, հանգիստ նստեմ, մի քիչ գործեմ, վլոգս բացեմ, արդեն ձեռի հետ այստեղ բզբզացել եմ, մի հատ կում կա կոֆեի, այդ կումն անեմ, գնամ, հետո իջնեմ, իհարկե, 1000-րդ անգամ եմ ասում, հաց ուտեմ և դուրս գամ, մի 2 ժամից, հա, տենց, okay, ու եկեք ես նոտայի վրա էլ ձեզ ասեմ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ձեր համբերության համար, ձեր բարի սրտի համար, ձեր օրհնանքների համար, թող Աստված շատ օրհնի բոլորիդ, շատ շնորհակալ եմ ձեր պատյոշկայի համար, ամեն հարցով, թող Աստված իրոք հազարապատիկը ձեզ վերադարձնի ու ձեր տունը լցնի օրհնություններով, եթե բժշկության կարիք ունեք բժշկություններով, չգիտեմ, շոր ֆինանսի կարիք ունեք ֆինանսով, ապահովի, այն ինչի կարիք ունեք, այն ինչի փափագ ունեք, թող Տերը լրացնի յուրաքանչյուր բան ձեր սրտի մեջ, բոլորիդ գրկում եմ, սիրում եմ, կհանդիպենք արդեն մյուս վլոգում, լավ եղեք, Adios